Երբ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին զինված ուժերը մտան Երևանի կենտրոն, նրանք գտան մի բան, որը չպետք է գոյություն ունենար։ Պետական անվտանգության նախարարության արխիվներում, թաքնված հատուկ պահարանում պահվում էին փաստաթղթեր, այնքան գաղտնի, որ նույնիսկ նախագահական վարչակազմի բարձրաստիճան անդամները չգիտեին դրանց մասին։ Այդ թղթերը պարունակում էին հրամաններ, որոնք տրվել էին ոչ թե պաշտոնական ուղիներով, այլ հեռախոսազանգերի միջոցով, գիշերվա խավար ժամերին։ Բայց անմիջապես 1996 թվականի սեպտեմբերի 23-ից հետո, երբ տանկերը դեռ կանգնած էին Բաղրամյան պողոտայում, այդ փաստաթղթերը անհետացան առանց որևէ հետքի։ Ով էր դրանք վերցրել։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այդ թղթերը, որոնց վրա կային կարմիր կնիքներ եւ առանձնակի կարևորության դրոշմակնիկներ։ Ով էր այն մարդը, որի ստորագրությունը կարող էր հրամայել պաշտպանության նախարարին բերել զինված ուժերը մայրաքաղաքի փողոցներ, երբ ժողովուրդը պահանջում էր արդարություն։ Վազգեն Սարգսյանը երբեք չէր թաքցնում իր համոզմունքները։ Երբ լրագրողները հարցրին նրան, ինչու է զինված ուժերը մտել քաղաք, նա պատասխանեց այնպիսի անկեղծությամբ, որը շոկեց նույնիսկ նրա ամենամոտ մարդկանց։ Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները, ասաց նա, կանգնած զինվորական տեխնիկայի ֆոնին, իսկ նրա ձայնը հնչում էր այնպես, կարծես խոսքերը արտասանում էր ոչ թե պաշտպանության նախարարը, այլ մեկը, ով գիտեր ավելին, քան պետք է գիտեր։ Բայց ով էր տվել նրան այդպիսի լիազորություններ։ Ով էր այն մարդը, որի անունը երբեք չհնչեց հրապարակայնորեն, բայց որի ազդեցությունը զգացվում էր յուրաքանչյուր որոշման մեջ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ից 23-ը եղան այն օրերը, երբ Հայաստանի պատմությունը կարող էր ընթանալ այլ ուղղությամբ, բայց ինչ-որ մեկը, որը մնում էր ստվերում, որոշեց այլ կերպ։ Նախքան այդ օրերը հասկանալը, մենք պետք է վերադառնանք ավելի վաղ, այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը դեռ չէր դարձել այն մարդը, ում անունը արտասանում էին երկյուղով եւ հարգանքով միաժամանակ։ 1991 թվականին, երբ երկիրը նոր էր անկախություն ստանում, նա արդեն ուներ համբավ, որպես մարդ, ով կարող էր կատարել անհնարինը։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ զինվորական հրամանատար էր Արցախում, գոյություն ունեին մարդիկ, ովքեր հանդիպում էին նրա հետ գիշերային ժամերին, այնտեղ, որտեղ չկային պաշտոնական արձանագրություններ։ Նրանցից մեկը, ով այժմ ապրում է արտերկրում եւ համաձայնվել է խոսել առաջին անգամ 20 տարվա ընթացքում, հիշում է այդ հանդիպումներից մեկը։ Վազգենը լսում էր, ասում եմ նա, իսկ նրա ձեռքերը դեռ դողում են այդ տարիներից հետո։ Նա լսում էր այնպես, կարծես յուրաքանչյուր խոսք կարող էր փրկել կամ կործանել ամեն ինչ։ Բայց ես երբեք չիմացա, ում էր նա զեկուցում այդ խոսակցություններից հետո։ Ում համար էր նա հավաքում այդ ամբողջ տեղեկատվությունը։ 1994 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 2 տարի էր նախագահ, Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար։ Այս նշանակումը շատերին թվաց բնական, հաշվի առնելով նրա դերը Արցախյան պատերազմում։ Բայց նրանք, ովքեր աշխատում էին նախագահական վարչակազմում, նկատեցին մի տարօրինակ բան։ Վազգենը հաճախ ստանում էր հեռախոսազանգեր, ուշ երեկոյան ժամերին, եւ այդ զանգերից հետո նա փոխում էր իր որոշումները։ Ով էր զանգահարում։ Պաշտոնական արձանագրություններում չկա որևէ հիշատակում այդ զանգերի մասին, բայց մի նախկին անվտանգության աշխատակից, ով պահպանում էր հեռախոսային գրանցումների մի մասը, հիշում է մի բան, որը նրան երբեք չի թողել հանգիստ։ Զանգերը գալիս էին միշտ նույն համարից, ասում է նա, բայց երբ մենք փորձեցինք պարզել, ում է պատկանում այդ համարը, պարզվեց, որ այն գրանցված է մի ընկերության անունով, որը պաշտոնապես զբաղվում էր ներմուծմամբ, բայց իրականում ոչ ոք չգիտեր, ինչ է այդ ընկերությունը իրականում անում։ 1995 թվականին, մեկ տարի առաջ այն օրերից, երբ տանկերը կմտնեն Երևան, Վազգեն Սարգսյանը սկսեց կատարել այնպիսի քայլեր, որոնք շատերին թվացին անհասկանալի։ Նա ուժեղացրեց իր վերահսկողությունը բանակի վրա, բայց միաժամանակ սկսեց հեռանալ նախագահից։ Նրանց հանդիպումները դարձան ավելի հազվադեպ, իսկ երբ նրանք հանդիպում էին, Վազգենը խոսում էր այնպես, կարծես իր խոսքերը նախատեսված էին ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ ուրիշ մեկի համար։ Մի նախկին նախարարական խորհրդական հիշում է մի էպիզոդ, որը տեղի ունեցավ այդ տարվա ամռանը։ Վազգենը եկավ նախագահական նստավայր, ուշ երեկոյան, պատմում է նա։ Նա ուներ իր հետ մի պայուսակ, որը երբեք չբացեց նախագահի առջև։ Բայց երբ նա դուրս եկավ, պայուսակը թեթև էր։ Ինչ-որ բան նա թողել էր այնտեղ, կամ ինչ-որ մեկի համար։ Այն ամառը Երևանում սկսեցին տարածվել լուրեր առաջիկա նախագահական ընտրությունների մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում էր վերընտրվել, բայց նրա անդիմախոսները արդեն բարձրաձայնում էին, պնդելով, որ նախորդ ընտրությունները եղել են կեղծված։ Վազգեն Սարգսյանը հանրային ելույթներում աջակցում էր նախագահին, բայց նրանք, ովքեր տեսնում էին նրան առանձին, նկատում էին նրա աչքերում մի տարօրինակ արտահայտություն։
Կարծես նա գիտեր ինչ-որ բան, որը մյուսները չգիտեին։ Կարծես նա արդեն տեսնում էր այն, ինչ պատահելու էր մի քանի ամիս անց։ Մի նախկին զինվորական, ով ծառայում էր Վազգենի անմիջական հրամանատարության ներքո, հիշում է, թե ինչպես նա խոսեց իր ամենամոտ օգնականների հետ այդ ամռանը։ Նա ասաց. «Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», պատմում է նա։ Բայց երբ մենք հարցրինք ինչին, նա պարզապես լռեց։ Այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած պատասխան։ 1996 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները։ Պաշտոնական արդյունքների համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց, բայց հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, պնդելով, որ ընտրությունները կեղծված են։ Վազգեն Սարգսյանը այդ օրերին մնաց լուռ։ Նա չհայտնվեց հանրային տեղերում, չտվեց հարցազրույցներ, բայց նրա աշխատակազմի անդամները նկատեցին, որ նա անընդհատ հեռախոսով խոսում է։ Ով էր մյուս ծայրում։ Ով էր այն մարդը, ում հետ նա խորհրդակցում էր այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր քաոսի եզրին։ Մի նախկին անվտանգության աշխատակից, ով այդ օրերին պատասխանատու էր հեռախոսային կապի անվտանգության համար, հիշում է մի տարօրինակ դետալ։ Վազգենի հեռախոսազանգերը չէին անցնում սովորական ուղիներով, ասում է նա։ Դրանք ուղղորդվում էին հատուկ գծով, որը սովորաբար օգտագործվում էր միայն ամենաբարձր մակարդակի պետական գաղտնիքների համար։ Ինչու՞։ Պաշտպանության նախարարը օգտագործում էր այդպիսի գիծ խոսելու ինչ-որ մեկի հետ, ով պաշտոնապես չէր գոյություն ուներում։ Սեպտեմբերի 20-ին, 4 օր անց ընտրություններից, իրավիճակը սրվեց։ Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան, պահանջելով ընտրությունների վերահաշվարկ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց արտակարգ նիստ, որին մասնակցեցին բոլոր հիմնական պաշտոնյաները, ներառյալ Վազգեն Սարգսյանին։ Բայց նախքան այդ նիստը, Վազգենը ուներ մեկ այլ հանդիպում։ Մի նախկին նախարարական աշխատակից հիշում է, թե ինչպես նա տեսավ Վազգենին մտնելիս մի շենք, որը պաշտոնապես օգտագործվում էր որպես պահեստ։ Ես հետևեցի նրան, ասում է նա։ Ոչ թե որովհետև կասկածում էի նրան, այլ որովհետև ինձ հետաքրքրում էր, ինչու է պաշտպանության նախարարը գնում այնտեղ, որտեղ ոչինչ չկա։ Բայց երբ նա մտավ ներս, ես տեսա, որ այնտեղ արդեն սպասում էր մեկը։ Մի մարդ, որին ես երբեք չէի տեսել, բայց ում ներկայությունը ստիպեց Վազգենին խոնարհվել այնպես, ինչպես ես երբեք չէի տեսել նրան խոնարհվելիս։ Այդ նիստից հետո, երբ Վազգենը եկավ նախագահական վարչակազմ, նա արդեն որոշում էր կայացրել։ Նա ասաց Տեր-Պետրոսյանին, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եւ անհրաժեշտ է բերել զինված ուժերը։ Նախագահը հակառակվեց, բայց Վազգենը պնդեց։ Նրանց վեճը տևեց ժամերով, բայց վերջում Վազգենը հեռացավ, առանց սպասելու վերջնական որոշմանը։ Մի նախկին նախագահական խորհրդական հիշում է այդ պահը։ Վազգենը դուրս եկավ սենյակից այնպիսի արտահայտությամբ, կարծես նա արդեն գիտեր, որ ինչ էլ որ ասի նախագահը, դա այլևս նշանակություն չունի, ասում է նա։ Նա արդեն ստացել էր հրամանը ուրիշ տեղից, ուրիշ մեկից։ Սեպտեմբերի 23-ի առավոտյան Երևանի բնակիչները արթնացան տանկերի ձայներից։ Զինված ուժերը մտել էին քաղաք, եւ Բաղրամյան պողոտան շրջապատված էր զինվորական տեխնիկայով։ Վազգեն Սարգսյանը կանգնած էր այնտեղ, համազգեստով, եւ երբ լրագրողները մոտեցան նրան, նա ասաց այն խոսքերը, որոնք դարձան պատմության մաս։ Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Այդ խոսքերը հնչեցին այնպես, կարծես դրանք արտասանում էր ոչ թե պաշտպանության նախարարը, այլ մեկը, ով ուներ ավելի մեծ իշխանություն։ Բայց ով էր այդ մարդը։ Ով էր տվել Վազգենին այդպիսի լիազորություններ, հայտարարելու, որ նա չի ճանաչում ընտրությունների արդյունքները, երբ նախագահը պաշտոնապես դեռ չէր արել այդպիսի հայտարարություն։ Այդ օրը, երբ տանկերը կանգնած էին Երևանի փողոցներում, Վազգեն Սարգսյանը ուներ եւս մեկ հանդիպում։ Այս անգամ ոչ թե պաշտոնական շենքում, այլ մի տան մեջ, որը գտնվում էր քաղաքի արվարձանում։ Մի նախկին անվտանգության աշխատակից, ով այդ օրը պատասխանատու էր Վազգենի անվտանգության համար, հիշում է, թե ինչպես նրանք հասան այնտեղ։ Մենք մտանք տուն, որտեղ արդեն սպասում էին 3 մարդ, ասում է նա։ Ես չգիտեի ովքեր են նրանք, բայց նրանց ներկայությունը ստիպեց Վազգենին փոխել իր վարքագիծը։ Նա խոսեց նրանց հետ ավելի քան 1 ժամ, եւ երբ նա դուրս եկավ, նրա դեմքը լուսավորված էր այնպիսի արտահայտությամբ, կարծես նա վերջապես ստացել էր այն, ինչ փնտրում էր՝ հաստատում, թույլտվություն կամ գուցե հրաման։ Բայց ով էին այդ մարդիկը։ Ինչու Վազգեն Սարգսյանը, ով այդ պահին ամենահզոր մարդն էր երկրում զինված ուժերի վերահսկողությամբ, պետք է հաշվետվություն տար նրանց։ Եվ ամենակարևորը, ինչու այդ հանդիպումը տեղի ունեցավ այնպիսի պահի, երբ ամբողջ երկիրը սպասում էր նրա որոշումներին։ Ով էր իրականում Վազգենի թիկունքում 1996 թվականի ընտրություններին։
Եվ ինչու այդ մարդիկը մնացին ստվերում, երբ Վազգենը դարձավ այն դեմքը, որին մեղադրում էին բոլորը։ Երբ մարդ ապրում է երկու կյանք միաժամանակ, նա սովորում է խոսել երկու լեզվով։ Վազգեն Սարգսյանի հանրային դեմքը, այն, որը տեսնում էին հեռուստատեսությամբ, էր կարծրատիպ զինվորականի պատկերը՝ ուղիղ, անկոտրում, վճռական։ Բայց տանը, երբ դռները փակվում էին եւ լույսերը մարում, նա դառնում էր ուրիշ մարդ։ Նրա կինը, ով երբեք չի տվել հարցազրույց եւ ապրում է այժմ լռության մեջ, մի անգամ ասել է իր ամենամոտ ընկերուհուն. «Ես ամեն գիշեր տեսնում էի, թե ինչպես նա նստում է պատուհանի մոտ եւ դիտում փողոցը։ Կարծես սպասում է ինչ-որ մեկի։ Կարծես գիտի, որ մի օր ինչ-որ մեկը կգա եւ այդ օրը կլինի վերջը»։ 1996 թվականի աշնանը, երբ տանկերի աղմուկը դեռ հնչում էր Երևանի փողոցներում, Վազգենը սկսեց փոխվել։ Նրա ամենամոտ օգնականները նկատեցին, որ նա դադարել է քնելուց։ Նա աշխատում էր գիշերները, բայց ոչ թե պաշտոնական փաստաթղթերի վրա։ Նա գրում էր ինչ-որ բան, ձեռքով, երկար նամակներ, որոնք հետո այրում էր առավոտյան։ Ինչու՞։ Ում էր նա գրում այդ նամակները, որոնք երբեք չէին ուղարկվելու։ Մի նախկին անձնական օգնական, ով այժմ ապրում է Մոսկվայում եւ համաձայնվել է խոսել միայն անանուն պայմանով։ Հիշում է մի գիշեր, 1996 թվականի հոկտեմբերին։ Նա մտավ Վազգենի աշխատասենյակ բերելու հրատապ փաստաթղթեր եւ գտավ նրան նստած գրասեղանի մոտ, գլուխը ձեռքերի մեջ։ Սեղանին ընկած էր լուսանկար Վազգենի ընտանիքի եւ նրա կողքին մի թերթիկ, որի վրա գրված էր միայն մեկ նախադասություն. «Նրանք երբեք չեն իմանա ճշմարտությունը»։ Երբ նա նկատեց ինձ, նա արագ թաքցրեց թերթիկը, պատմում է օգնականը, բայց ես տեսա նրա աչքերը։ Դրանք լի էին ինչ-որ բանով, որը ես երբեք չէի տեսել նրա մոտ։ Վախ չէր, ավելի շուտ ափսոս։ Կարծես նա գիտեր, որ արել է ինչ-որ բան, որը երբեք չի կարող ետ վերցնել, եւ այդ բանը կոչնչացնի ամեն ինչ, ինչ նա սիրում էր։ Ո՞վ էր ստիպել նրան կատարել այդ ընտրությունը։ Ո՞վ էր այն մարդը, որի հրամանը կարող էր ստիպել Վազգեն Սարգսյանին զոհել իր ընտանիքի հանգստությունը, իր անունը, իր ապագան։ Իր ապագան 1996-ից 1997 թվականը եղավ այն ժամանակահատվածը, երբ Վազգենը սկսեց հեռանալ բոլորից։ Նախագահի հետ նրա հարաբերությունները սառեցին։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով մինչ այդ վստահում էր Վազգենին, սկսեց կասկածել նրան։ Բայց ամենատարօրինակը այն էր, որ Վազգենը սկսեց հեռանալ նաև իր ամենամոտ ընկերներից, այն մարդկանցից, ովքեր կռվել էին նրա կողքին Արցախում։ Մի նախկին հրամանատար, ով ծառայել էր Վազգենի հետ ամբողջ պատերազմի ընթացքում, հիշում է, թե ինչպես նրանք վերջին անգամ խոսեցին։ Մենք նստած էինք նրա տանը, խմում էինք, եւ ես հարցրի նրան, ինչու է նա այդքան լուռ վերջին ամիսներին, պատմում է նա։ Վազգենը նայեց ինձ այնպիսի հայացքով, որը ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. «Երբ դու գիտես ավելին, քան պետք է, դու դառնում ես վտանգավոր բոլորի համար, նույնիսկ քո ընկերների համար, նույնիսկ քո ընտանիքի համար, քո ընտանիքի համար»։ Ես հարցրի. «Ինչ է նա իմանում»։ Նա պարզապես լցրեց եւս մեկ բաժակ եւ ասաց. «Որոշ բաներ ավելի լավ է չիմանալ»։ Բայց եղան մարդիկ, ովքեր չէին կարող ընդունել այդ պատասխանը։ 1997 թվականի գարնանը մի խումբ նախկին զինվորականներ, ովքեր ծառայել էին Վազգենի հետ, որոշեցին հետևել նրան։ Նրանք ուզում էին իմանալ, ինչու է նրանց հրամանատարը, ում նրանք վստահում էին իրենց կյանքը, դարձել այդքան գաղտնիավոր։ Մեկը նրանցից, ով այժմ աշխատում է անվտանգության մասնավոր ընկերությունում, հիշում է, թե ինչ նրանք բացահայտեցին։ «Մենք տեսանք, որ Վազգենը հանդիպում է մարդկանց հետ, ովքեր պաշտոնապես չեն գոյություն ունենում», ասում է նա։ Այս մարդիկը չունեին պաշտոններ, չէին հայտնվում պաշտոնական միջոցառումներում, բայց երբ նրանք խոսում էին Վազգենի հետ, նա լսում էր նրանց այնպես, ինչպես երբեք չէր լսում նախագահին։ Մենք փորձեցինք պարզել, ովքեր են նրանք, բայց յուրաքանչյուր անգամ, երբ մենք մոտենում էինք ճշմարտությանը, ինչ-որ բան տեղի էր ունենում։ Մեկը մեզանից կորցնում էր աշխատանքը, մեկ ուրիշը ստանում էր սպառնալիքներ։ Մենք հասկացանք, որ այս մարդիկը պաշտպանված են ինչ-որ մեկի կողմից, ով ավելի հզոր է, քան ցանկացած պաշտոնյա երկրում։ 1997 թվականի ամռանը տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց ամեն ինչ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախի հարցով կոմպրոմիսային լուծում։ Վազգեն Սարգսյանը, ով մինչ այդ լռում էր, հանկարծ դարձավ այդ որոշման ամենաբարձրաձայն քննադատը։ Բայց նրանք, ովքեր ուշադիր հետևում էին իրադարձություններին, նկատեցին մի տարօրինակ բան։ Վազգենի քննադատությունը չէր հնչում որպես անկեղծ բողոք, այն հնչում էր որպես սցենար, որը նա ստիպված էր կատարել։
Մի նախկին խորհրդարանական падգամավոր, ով այդ ժամանակ աջակցում էր Վազգենին, հիշում է մի խոսակցություն, որը տեղի ունեցավ փակ դռների հետևում։ Ես հարցրի Վազգենին, իսկապես նա հավատում է, որ Տեր-Պետրոսյանի պլանը սխալ է, պատմում է նա։ Նա նայեց ինձ եւ ասաց. դա կարևոր չէ։ Կարևորը այն է, որ ժողովուրդը պետք է հավատա, որ ես հավատում եմ դրան։ Ես չհասկացա այդ պահին, բայց հիմա ես հասկանում եմ։ Նա խաղում էր դեր, որը գրված էր ուրիշ մեկի կողմից։ Հոկտեմբերի 30-ին 1997 թվականին, երբ Վազգեն Սարգսյանը եւ մի խումբ այլ նախարարներ պահանջեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ամբողջ երկիրը շոկի մեջ էր։ Բայց մի փոքր խումբ մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը, չէին զարմացած։ Նրանք գիտեին, որ այս պահը պլանավորված էր ամիսներ առաջ։ Մի նախկին անվտանգության բարձրաստիճան աշխատակից, ով այժմ ապրում է Եվրոպայում, հիշում է, թե ինչպես նա պատահաբար լսեց մի հեռախոսազանգ 2 շաբաթ առաջ այդ իրադարձությունից։ Ես պատասխանատու էի հեռախոսային անվտանգության համար, եւ մի օր ես պատահաբար միացա մի գիծ, որը պետք է լիներ անջատված, ասում է նա։ Ես լսեցի 2 մարդու խոսակցությունը։ Մեկը նրանցից էր Վազգենը, մյուսը ինչ-որ մեկը, ում ձայնը ես երբեք չէի լսել։ Այդ մարդը ասում էր Վազգենին. հոկտեմբերի 30-ին դու պետք է պահանջես նրա հրաժարականը։ Ոչ շուտ, ոչ ուշ։ Ճիշտ այդ օրը։ Վազգենը հարցրեց. իսկ եթե նա չհրաժարվի։ Պատասխանը եկավ անմիջապես. նա կհրաժարվի, մենք արդեն ապահովել ենք դա։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց փետրվարի 3-ին 1998 թվականին, Վազգեն Սարգսյանը դարձավ ամենահզոր մարդը երկրում։ Բայց նրանք, ովքեր ապրում էին նրա հետ, տեսան, որ այդ հաղթանակը նրան չբերեց երջանկություն։ Նրա կինը հիշում է, թե ինչպես նա եկավ տուն այդ գիշեր։ Նա նստեց սեղանի մոտ եւ լաց եղավ, ասում է նա։ Ես երբեք չէի տեսել նրան լացելիս, նույնիսկ պատերազմի ամենասև օրերին, բայց այդ գիշեր նա լաց էր լինում։ Ես հարցրի ինչու։ Նա ասաց. որովհետև ես հիմա պարտական եմ մարդկանց, ում ես երբեք չեմ կարող մարել։ Ովքեր էին այդ մարդիկը։ Ինչպիսի պարտք էր ստանձնել Վազգեն Սարգսյանը, որը նրան ստիպում էր լալ իր հաղթանակի գիշերը։ 1998 թվականի գարնանը Վազգենը դարձավ վարչապետ։ Պաշտոնապես նա ուներ ամբողջ իշխանությունը, բայց իրականում նա դարձել էր գերի։ Մի նախկին նախարար, ով աշխատում էր Վազգենի կառավարությունում, հիշում է, թե ինչպես նրանք նկատեցին փոփոխությունը։ Վազգենը սկսեց ստանալ հրահանգներ, ասում է նա։ Ոչ թե խորհրդատվություններ, ոչ թե առաջարկություններ, հրահանգներ։ Մարդիկ, ում մենք երբեք չէինք տեսել, գալիս էին նրա աշխատասենյակ եւ ասում էին նրան. ինչ պետք է անի։ Եվ նա անում էր։ Նույնիսկ երբ դա հակասում էր նրա սեփական համոզմունքներին։ Ինչպիսի իշխանություն ունեին այդ մարդիկը Վազգենի վրա։ Ինչ գիտեին նրանք, որը ստիպում էր նրան հնազանդվել։ Ամիսներ անցան, եւ Վազգենի վարքագիծը դարձավ ավելի ու ավելի անկանխատեսելի։ Նա սկսեց խոսել այնպիսի բաների մասին, որոնք ոչ ոք չէր հասկանում։ Մի անգամ խորհրդարանում ելույթի ժամանակ նա ասաց. կան ուժեր, որոնք ավելի հզոր են, քան ցանկացած կառավարություն, ուժեր, որոնք որոշում են պատմությունը ստվերներից։ Շատերը կարծեցին, որ նա խոսում է արտաքին ուժերի մասին, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, հասկացան, որ նա խոսում է ինչ-որ մեկի մասին ավելի մոտիկից, ինչ-որ մեկի, ով վերահսկում էր նրան, ինչ-որ մեկի նրան, ինչ-որ մեկի, ում նա վախենում էր։ Ո՞վ էր այդ մարդը, որը կարող էր վախեցնել Վազգեն Սարգսյանին, մարդուն, ով երբեք չէր վախեցել ոչ մի թշնամուց ռազմաճակատում։ 1999 թվականի ամռանը Վազգենը սկսեց պատրաստվել ինչ-որ բանի։ Նա հանդիպեց իր ամենավստահելի մարդկանց հետ եւ ասաց նրանց. եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք պետք է իմանաք ճշմարտությունը։ Նա սկսեց գրել հուշագրություններ, բայց երբեք չավարտեց դրանք։ Նա սկսեց հավաքել փաստաթղթեր, բայց հետո այրեց դրանք։ Կարծես նա ուզում էր ասել ինչ-որ բան, բայց չէր կարող։ Կարծես նա գիտեր, որ ճշմարտությունը այնքան վտանգավոր է, որ նույնիսկ մահից հետո չի կարող բացահայտվել։ Ինչ էր այդ ճշմարտությունը։ Ինչ գիտի Տեր Վազգեն Սարգսյանը, որը նրան ստիպում էր ապրել երկու կյանք՝ հանրային հերոսի եւ մենակ գերու։ Հոկտեմբերի 27-ին 1999 թվականին, երբ զինված մարդիկը մտան խորհրդարան, Վազգեն Սարգսյանը նստած էր իր տեղում։ Ականատեսները ասում են, որ նա չզարմացավ։ Նա չփորձեց փախչել։ Նա պարզապես նայեց իր սպանողներին եւ ասաց ինչ-որ բան, որը ոչ ոք չլսեց։ Բայց մի մարդ, ով այդ պահին գտնվում էր դահլիճում եւ վերապրեց, հիշում է Վազգենի վերջին հայացքը։ Նա նայում էր ոչ թե սպանողներին, ասում է նա։ Նա նայում էր դեպի դուռը, կարծես սպասում էր ինչ-որ մեկի։ Կարծես գիտեր, որ իրական սպանողը դեռ չի եկել, կամ արդեն եկել է, բայց մնում է անտեսանելի։
ով էր այդ անտեսանելի մարդը։ Ով էր իրականում Վազգենի թիկունքում 1996 թվականի ընտրություններին։ Եվ ինչու այդ մարդը որոշեց, որ Վազգենը պետք է մեռնի այն օրը, երբ նա վերջապես փորձեց ազատվել իր շղթաներից։ Երբ մարդու մարմինը սկսում է հանձնվել իշխանության ծանրությանը, թյանը առաջին նշանները երևում են աչքերում։ 1998 թվականի գարնանը, երբ Վազգեն Սարգսյանը արդեն վարչապետ էր, նրա անձնական բժիշկը նկատեց մի բան, որը նրան անհանգստացրեց։ Վազգենի աչքերի տակ հայտնվեցին մուգ շրջանակներ, որոնք չէին անհետանում նույնիսկ երկար քնից հետո։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ, երբ նանակ էր, երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Բժիշկը առաջարկեց հետազոտություններ, բայց Վազգենը մերժեց։ Ինձ ժամանակ չկա հիվանդանալու համար, ասաց նա։ Բայց իրականում նա վախենում էր ուրիշ բանից։ Վախենում էր, որ բժիշկները կգտնեն ինչ-որ բան, որը կբացահայտի նրա իսկական վիճակը։ Ինչ-որ բան, որը կցույց տա, թե որքան է նա իրականում տառապում։ Ոչ թե ֆիզիկապես, այլ ներսում։ Այնտեղ, որտեղ ոչ մի բժիշկ չի կարող հասնել։ Մի նախկին անձնական պահակ, ով ուղեկցում էր Վազգենին ամենուր, հիշում է, թե ինչպես նա նկատեց փոփոխությունները։ Վազգենը միշտ եղել է ուժեղ մարդ, ասում է նա։ Բայց 1998 թվականի ամռանը ես տեսա, թե ինչպես նա սկսեց կորցնել քաշը։ Նրա համազգեստը դարձավ ավելի ազատ, նրա քայլերը ավելի դանդաղ, բայց ամենասարսափելին նրա հայացքն էր։ Երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի նայում, նրա աչքերը դառնում էին դատարկ։ Կարծես նա նայում էր ինչ-որ բանի, որը միայն ինքը կարող էր տեսնել։ Ինչ-որ բանի, որը գալիս էր ավելի ու ավելի իմելի մոտ։ Ինչ էր տեսնում Վազգեն այդ պահերին։ Ինչ էր այն ապագան, որը նա գիտեր, որ անխուսափելի է։ Եվ ինչու նա չէր փորձում փախչել դրանից։ 1998 թվականի ամռանը Վազգենը սկսեց խոսել իր մահվան մասին։ Ոչ թե բացահայտորեն, այլ նշումներով, որոնք միայն նրա ամենամոտ մարդիկը կարող էին հասկանալ։ Մի անգամ ընթրիքի ժամանակ իր ընտանիքի հետ նա ասաց իր կնոջը. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է իմանաս, որ ես միշտ սիրել եմ քեզ»։ Նույնիսկ երբ չէի կարող ցույց տալ դա։ Նրա կինը զարմացավ այդ խոսքերից, բայց Վազգենը շարունակեց ուտել, կարծես ոչինչ չէր ասել։ Մի շաբաթ անց նա հավաքեց իր երեխաներին եւ ասաց նրանց. «Հիշեք, որ ձեր հայրը միշտ փորձել է անել ճիշտը, նույնիսկ երբ ճիշտը նշանակում էր սխալ ընտրություններ»։ Երեխաները չհասկացան, բայց նրանք տեսան նրա աչքերում ինչ-որ բան, որը նրանց վախեցրեց։ Ինչ-որ բան, որը նման էր հրաժեշտի։ Բայց Վազգենը ոչ միայն պատրաստվում էր իր մահվան, նա նաև փորձում էր թողնել հետքեր։ Հետքեր, որոնք կարող էին օգնել ապագա սերունդներին հասկանալ ճշմարտությունը։ 1998 թվականի օգոստոսին նա սկսեց հանդիպել լրագրողների հետ, ոչ պաշտոնական զրույցների համար։ Այդ զրույցներում նա խոսում էր իր անցյալի մասին, իր որոշումների մասին, բայց միշտ կանգ էր առնում, երբ հասնում էր ամենակարևոր հարցերին։ Մի լրագրող, ով մասնակցել է այդ հանդիպումներից մեկին, հիշում է մի պահ, որը նրան երբեք չի թողել։ Ես հարցրի Վազգենին, ով էր իրականում որոշում քաղաքականությունը 1996 թվականին, ասում է նա։ Նա նայեց ինձ երկար, հետո ժպտաց այնպիսի ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերը։ Նա ասաց. «Եթե ես պատասխանեմ այդ հարցին, դու կդառնաս վտանգավոր, եւ ես չուզում եմ եւս մեկ մարդու մահը իմ խղճի վրա»։ Ես կարծեցի, որ նա կատակում է, բայց նրա աչքերը ասում էին, որ նա լրջորեն է։ Նույն ամիսը տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատերը չնկատեցին, բայց որը փոխեց ամեն ինչ։ Պետական անվտանգության նախարարության արխիվներում հայտնաբերվեց, որ բացակայում են 133 էջ։ 1996 թվականի սեպտեմբերի իրադարձությունների վերաբերյալ։ Այդ էջերը պարունակում էին հեռախոսազանգերի գրանցումներ, հանդիպումների արձանագրություններ եւ ամենակարևորը՝ հրամանների օրինակները, որոնք տրվել էին Վազգեն Սարգսյանին։ Ո՞վ էր վերցրել այդ էջերը։ Եվ ինչու հենց այդ պահին, երբ Վազգենը սկսում էր խոսել։ Մի նախկին արխիվային աշխատակից, ով այժմ ապրում է անանուն վախի մեջ, հիշում է այն գիշերը, երբ փաստաթղթերը անհետացան։ Ես աշխատում էի ուշ, ասում է նա։ Հանկարծ լույսերը անջատվեցին։ Երբ դրանք նորից միացան, ես տեսա, որ պահարանը բացված է։ Բայց ամենատարօրինակը այն էր, որ պահարանը բացվել էր ճիշտ կոդով, որը գիտեին միայն 3 մարդ։ Ես, իմ ղեկավարը եւ եւս մեկը, ում անունը ես երբեք չեմ իմացել։ Սեպտեմբերին Վազգենը սկսեց ստանալ սպառնալիքներ։ Ոչ թե հեռախոսով, ոչ թե նամակներով։ Սպառնալիքները գալիս էին ավելի նուրբ ձևերով։
Մի անգամ նա գտավ իր աշխատասեղանի վրա մի լուսանկար, իր ընտանիքի, բայց լուսանկարի վրա նրա դեմքը խաչված էր կարմիր մարկերով։ Մեկ այլ անգամ նրա մեքենայի մեջ թողնված էր մի թերթիկ, որի վրա գրված էր միայն մեկ ամսաթիվ՝ հոկտեմբերի 27։ Վազգենը ցույց չտվեց, որ վախենում է, բայց նրա պահակները նկատեցին, որ նա սկսեց ավելի ուշադիր լինել։ Նա ստուգում էր իր մեքենան ամեն առավոտ, նա փոխում էր իր երթուղիները, նա խուսափում էր հանրային տեղերից, բայց նա գիտեր, որ այդ ամենը անօգուտ է։ Նա գիտեր, որ երբ որոշումը կայացված է, ոչինչ չի կարող փոխել դա։ Ո՞վ էր կայացրել այդ որոշումը։ Ո՞վ էր այն մարդը, ով ուներ իշխանություն դատապարտելու Վազգեն Սարգսյանին մահվան։ Հոկտեմբերի սկզբին Վազգենը կատարեց մի քայլ, որը շոկեց բոլորին։ Նա հրավիրեց մի գաղտնի հանդիպում իր ամենավստահելի մարդկանց հետ եւ ասաց նրանց. «Ես գիտեմ, թե ով է իրականում վերահսկում այս երկիրը։ Ես գիտեմ անունները, դեմքերը, կապերը, բայց ես չեմ կարող ասել ձեզ, որովհետև եթե ես ասեմ, դուք կդառնաք նպատակներ, եւ ես չեմ կարող թույլ տալ դա»։ Մեկը նրանցից, ով այժմ ապրում է արտերկրում եւ փոխել է իր անունը, հիշում է, թե ինչպես նա զգաց այդ պահին։ Ես տեսա Վազգենի աչքերում ինչ-որ բան, որը ես երբեք չէի տեսել, ասում է նա։ Ոչ թե վախ, ավելի շուտ ընդունում։ Նա արդեն ընդունել էր իր ճակատագիրը։ Նա արդեն գիտեր, որ մահը գալիս է, բայց նա ուզում էր, որ մենք գոնե փորձենք ապրել։ Բայց Վազգենը թողեց մի հետք։ Մի փոքրիկ, բայց կարևոր հետք։ Հոկտեմբերի 15-ին, 12 օր առաջ իր մահվան, նա գրեց մի նամակ եւ տվեց այն իր ամենավստահելի ընկերոջը, ասելով. «Բացիր այս նամակը միայն այն դեպքում, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի»։ Այդ ընկերը, ով այժմ պահում է այդ նամակը անվտանգ տեղում, երբեք չի բացել այն։ Ես վախենում եմ, ասում է նա։ Ես վախենում եմ, որ եթե բացեմ այդ նամակը, ես կիմանամ ինչ-որ բան, որը կսպանի ինձ։ Ոչ թե ֆիզիկապես, այլ ներսում, որովհետև ճշմարտությունը, որը Վազգենը գիտեր, այնքան սարսափելի է, որ նույնիսկ մահից հետո նա չէր կարող բացահայտել այն։ Ինչ է գրված այդ նամակում։ Ինչ է այն ճշմարտությունը, որը Վազգեն Սարգսյանը տարավ իր հետ գերեզման։ Վազգենի վերջին օրերը եղան նրա ամենամենակ օրերը։ Նա հեռացավ բոլորից, նույնիսկ իր ընտանիքից։ Նա անցկացնում էր ժամերը իր աշխատասենյակում, նստած պատուհանի մոտ նայելով քաղաքին։ Նրա անձնական օգնականը հիշում է, թե ինչպես նա մի անգամ մտավ սենյակ եւ գտավ Վազգենին խոսելիս ինքն իր հետ։ Նա ասում էր. «Ես արեցի այն, ինչ ինձանից պահանջեցին։ Ես կատարեցի իմ մասը, բայց արդյոք դա բավարար է», պատմում է օգնականը։ Երբ նա նկատեց ինձ, նա լռեց, բայց ես տեսա նրա աչքերում պատասխանը. «Ոչ, դա բավարար չէր։ Երբեք բավարար չէր լինի»։ Ում էր Վազգենը պարտական։ Ինչ էր այն պարտքը, որը նա երբեք չէր կարող մարել։ Հոկտեմբերի 26-ին, մեկ օր առաջ իր մահվան, Վազգենը կատարեց իր վերջին հանրային ելույթը։ Նա խոսեց երկրի ապագայի մասին, բարեփոխումների մասին, հույսի մասին, բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան, լսեցին նրա խրախոսքերում ինչ-որ այլ բան. հրաժեշտ, ներողություն, զգուշացում։ Մի խորհրդարանական падգամավոր, ով այդ օրը նստած էր դահլիճում, հիշում է Վազգենի վերջին նախադասությունը։ Նա ասաց. «Հիշեք, որ ճշմարտությունը միշտ ավելի բարդ է, քան թվում է, եւ երբեմն ամենաարյական արարքը կարող է թվալ ամենամեծ դավաճանությունը», ասում է նա։ Ես չհասկացա այդ պահին, բայց հիմա, տարիներ անց, ես հասկանում եմ։ Նա խոսում էր իր մասին։ Նա փորձում էր բացատրել մեզ, թե ինչու նա արեց այն, ինչ արեց, բայց մենք չլսեցինք։ Այդ երեկո Վազգենը գնաց տուն եւ անցկացրեց ժամանակ իր ընտանիքի հետ։ Նրանք ընթրեցին միասին, խոսեցին սովորական բաների մասին, ծիծաղեցին։ Բայց երբ ժամանակը եկավ քնելու, Վազգենը մնաց արթուն։ Նա նստեց իր աշխատասենյակում եւ գրեց իր վերջին նամակը։ Այդ նամակը, որը հետագայում գտնվեց նրա գրասեղանի դարակում, պարունակում էր միայն մի քանի տող։ Ես գիտեի, որ այս օրը կգա։ Ես պատրաստվել էի դրան, բայց ես երբեք չէի պատրաստվել այն ցավին, որը ես պատճառեցի նրանց, ում սիրում էի։ Ներեցեք ինձ։ Ոչ թե այն բանի համար, որ ես արեցի, այլ այն բանի համար, որ ես չկարողացա անել։ Ինչ էր այն բանը, որը Վազգենը չկարողացա անել։ Ինչ էր այն արարքը, որը կարող էր փրկել նրան, բայց որը նա ընտրեց չկատարեր։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան Վազգենը արթնացավ վախ։ Նա հագնվեց ուշադիր, նայեց հայելուն եւ տեսավ այնտեղ մի մարդու, ում նա գրեթե չէր ճանաչում։ Տարիներ իշխանության մեջ ավելացրել էին նրան 20 տարի։
Նրա մազերը ամբողջովին ճերմակել էին։ Նրա դեմքը ծածկված էր կնճիռներով, որոնք պատմում էին պատմություններ, անքուն գիշերների, դժվար որոշումների, անբացատրելի ընտրությունների մասին։ Բայց ամենասարսափելին նրա աչքերն էին։ Դրանք դատարկ էին։ Կարծես ամեն ինչ, որ նրան դարձնում էր Վազգեն Սարգսյան, արդեն հեռացել էր։ Կարծես նա արդեն մեռած էր, նույնիսկ մինչև գնդակները հարվածելը։ Նա համբուրեց իր կնոջը եւ երեխաներին, առանց արթնացնելու նրանց։ Նա դուրս եկավ տնից եւ նստեց իր մեքենայի մեջ։ Վարորդը նկատեց, որ Վազգենը դողում է։ «Ամեն ինչ քո կարգին է, պարոն վարչապետ», հարցրեց նա։ Վազգենը նայեց նրան եւ ժպտաց։ «Այո», ասաց նա, «ամեն ինչ վերջապես կարգին է»։ Բայց նրա ձայնը դողում էր, եւ վարորդը հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Ինչ-որ բան շատ սխալ է։ Երբ նրանք հասան խորհրդարան, Վազգենը մի պահ մնաց մեքենայի մեջ։ Նա նայեց շենքին, որտեղ նա անցկացրել էր այնքան ժամանակ, որտեղ նա կայացրել էր այնքան որոշումներ, որտեղ նա խաղացել էր այնքան դերեր։ Հետո նա խորը շունչ քաշեց եւ դուրս եկավ։ Նրա պահակները շրջապատեցին նրան, բայց նա ասաց նրանց. «Այսօր ինձ պահակներ պետք չեն»։ Նրանք զարմացան, բայց հնազանդվեցին։ Վազգենը միայնակ մտավ շենք, բարձրացավ աստիճաններով երով եւ մտավ դահլիճ։ Նա նստեց իր տեղում եւ սպասեց։ Սպասեց այն պահին, որը նա գիտեր, որ անխուսափելի է։ Սպասեց այն մարդկանց, ովքեր գալու էին նրա համար։ Բայց նույնիսկ այդ վերջին պահերին Վազգենը մտածում էր ոչ թե իր մասին։ Նա մտածում էր այն մարդու մասին, ով իրականում պատասխանատու էր այս ամենի համար։ Այն մարդու, ով կանգնած էր ստվերում եւ դիտում, թե ինչպես է նրա պլանը իրականանում։ Այն մարդու, ով օգտագործել էր Վազգենին որպես գործիք, հետո որոշել էր, որ այդ գործիքը այլևս անհրաժեշտ չէ։ Մի վկա, ով վերապրեց այդ օրը եւ ով երբեք չի տվել պաշտոնական ցուցմունք։ Հիշում է, որ տեսավ Վազգենին նախքան կրակոցները սկսվելը։ Նա նայում էր դեպի մուտքը, ասում է նա, բայց ոչ թե վախով։ Ավելի շուտ հետաքրքրությամբ։ Կարծես նա ուզում էր տեսնել, արդյոք այն մարդը, ով իրականում ուղարկել էր սպանողներին, կարող է գալ եւ նայել աչքերի մեջ։ Բայց այդ մարդը երբեք չեկավ։ Նա մնաց այնտեղ, որտեղ միշտ էր եղել, ստվերում, անտեսանելի, անպատիժ։ Երբ Վազգեն Սարգսյանը մեռավ այդ օրը, նրա հետ մեռավ նաեւ ճշմարտությունը։ Ճշմարտությունը այն մասին, թե ով իրականում վերահսկում էր Հայաստանը 1996 թվականին։ Ճշմարտությունը այն մասին, թե ով տվեց հրամանը բերել տանկերը Երևան։ Ճշմարտությունը այն մասին, թե ով իրականում եղավ այն անտեսանելի ուժը, որը ձևավորեց Հայաստանի պատմությունը այդ տարիներին։ Բայց մի բան մնաց, մի փոքրիկ հետք, որը Վազգենը թողեց նրանց համար, ովքեր ուզում են փնտրել։ Այդ նամակը, որը դեռ պահվում է անվտանգ տեղում։ Այդ փաստաթղթերը, որոնք անհետացան արխիվներից, բայց որոնց պատճենները գուցե դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ։ Այդ մարդիկը, ովքեր տեսան, լսեցին, գիտեն, բայց լռում են վախից։ Երբ մարդ գիտի, որ իր օրերը հաշված են, նա սկսում է տեսնել աշխարհը այլ կերպ։ Վազգեն Սարգսյանի վերջին շաբաթներին նրա ամենամոտ մարդիկը նկատեցին մի տարօրինակ փոփոխություն։ Նա դադարել էր վախենալուց։ Կարծես որոշումը կայացված էր, եւ այդ որոշումը նրան ազատել էր վերջին բեռից, անորոշության բեռից։ 1999 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ աշունը արդեն ծածկել էր Երևանը դեղին տերևներով, Վազգենը սկսեց պատրաստվել իր վերջին ճանապարհորդությանը։ Ոչ թե այնպես, ինչպես զինվորականը պատրաստվում է ճակատամարտի, այլ այնպես, ինչպես մարդը պատրաստվում է հանդիպել իր ճակատագրին։ Նա սկսեց հավաքել փաստաթղթեր, ոչ թե պաշտոնական արխիվների համար, այլ իր սեփական հիշողության համար։ Նա գրեց անուններ, ամսաթվեր, տեղեր։ Նա գծագրեց կապեր, որոնք միացնում էին մարդկանց, ում անունները երբեք չէին հնչել հրապարակայինորեն։ Բայց ամենակարևորը, նա գրեց մի անուն, որը նա շրջապատել էր կարմիր շրջանագծով։ Մի անուն, որը բացատրում էր ամեն ինչ։ Մի նախկին անվտանգության բարձրաստիճան աշխատակից, ով այժմ ապրում է Կանադայում եւ փոխել է իր ինքնությունը, հիշում է, թե ինչպես նա պատահաբար տեսավ այդ փաստաթուղթը։ Հոկտեմբերի 12-ին, երբ նա մտավ Վազգենի աշխատասենյակ առանց թակելու, նա գտավ նրան նստած գրասեղանի մոտ, ձեռքին մի թերթիկ, որի վրա գրված էր ինչ-որ բան։ Երբ Վազգենը նկատեց նրան, նա արագ թաքցրեց թերթիկը, բայց ոչ այնքան արագ։ Աշխատակիցը հասցրեց տեսնել այդ անունը, մի անուն, որը նրան ստիպեց սառչել։ Ես չէի կարող հավատալ, ասում է նա այժմ, իսկ նրա ձայնը դեռ դողում է այդ տարիներից հետո։ Այդ անունը պատկանում էր մի մարդու, ում մենք բոլորս ճանաչում էինք։ Մի մարդու, ով միշտ եղել է ստվերում, բայց ում ազդեցությունը զգացվում էր ամենուրեք։ Մի մարդու, ով ուներ կապեր բանկերի, բիզնեսի, քաղաքականության մեջ։ Բայց ամենակարևորը,
Մի մարդու, ով ուներ ինչ-որ բան Վազգենի դեմ։ Ինչ-որ բան այնքան հզոր, որ Վազգենը ստիպված էր հնազանդվել նրան։ Ինչ էր այդ բանը։ Ինչ գիտեր այդ մարդը Վազգենի մասին, որը նրան տվել էր այդպիսի իշխանություն։ Պատասխանը թաքնված էր Վազգենի անցյալում։ Վերադառնանք 1991 թվականին, երբ Արցախյան պատերազմը դեռ իր ամենաարյունոտ փուլում էր։ Այդ ժամանակ Վազգենը, ով դեռ պարզապես զինվորական հրամանատար էր, կատարեց մի որոշում, որը փրկեց հարյուրավոր կյանքեր, բայց որը նաև ստեղծեց մի խոցելի կետ։ Նա թույլ տվեց մի խմբի անցնել սահմանով առանց պաշտոնական ստուգման։ Այդ խումբը, ըստ պաշտոնական տարբերակի, տեղափոխում էր հումանիտար օգնություն, բայց իրականում, ինչպես Վազգենը հետագայում իմացավ, այդ խումբը տեղափոխում էր ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որը եթե բացահայտվեր, կարող էր ոչնչացնել ոչ միայն Վազգենի կարիերան, այլ նաև նրա ազատությունը։ Եվ մի մարդ գիտեր այդ գաղտնիքը։ Մի մարդ, ով պահել էր այդ տեղեկատվությունը տարիներ շարունակ, սպասելով ճիշտ պահին օգտագործելու այն։ Մի նախկին հետախուզական աշխատակից, ով այդ ժամանակ ծառայում էր սահմանին, հիշում է այդ գիշերը։ Մենք ստացել էինք հրաման թույլ տալ մի ավտոշարասյունի անցնել առանց ստուգման, պատմում է նա։ Հրամանը եկել էր անմիջապես Վազգենից։ Մենք չհարցրինք, մենք պարզապես կատարեցինք։ Բայց մեկ ժամ անց, երբ ավտոշարասյունը արդեն անցել էր, մեկ այլ խումբ եկավ հարցաքննելու մեզ։ Նրանք ուզում էին իմանալ, ինչ էր այդ ավտոշարասյունում։ Մենք ասացինք, որ չգիտենք։ Նրանք ասացին, որ ավելի լավ է, որ մենք չգիտենք։ Բայց նրանցից մեկը նախքան հեռանալը ասաց ինչ-որ բան, որը ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. «Այն մարդը, ով տվեց այդ հրամանը, հիմա պարտական է մեզ, եւ մենք երբեք չենք մոռանա պարտքերը»։ Ովքեր էին այդ մարդիկը։ Եվ ինչպես նրանք օգտագործեցին այդ պարտքը 1996-6 թվականին։ Պատասխանը գտնվում է այն հեռախոսազանգերի մեջ, որոնք Վազգենը նստանում էր գիշերվա խավար ժամերին։ Այն զանգերը, որոնք գալիս էին միշտ նույն համարից։ Այն զանգերը, որոնց ժամանակ Վազգենը փակում էր դուռը եւ խոսում էր շշուկով։ Մի նախկին հեռախոսային օպերատոր, ով պատասխանատու էր կառավարական գծերի համար, հիշում է, թե ինչպես նա մի անգամ լսեց այդ զանգերից մեկը։ Դա պատահական էր, ասում է նա։ Տեխնիկական սխալ, բայց ես լսեցի ամբողջ խոսակցությունը։ Մյուս ծայրում եղած մարդը ասում էր Վազգենին. «Դու չես մոռացել, ինչ մենք գիտենք քո մասին»։ Էնպես չէ։ Դու չես մոռացել, թե ինչ կարող է պատահել, եթե այդ տեղեկատվությունը հրապարակվի։ Այնպես որ երբ մենք ասում ենք քեզ «Բեր տանկերը Երևան», դու բերում ես տանկերը Երևան։ Վազգենը չպատասխանեց։ Նա պարզապես լռեց։ Եվ այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած խոսք։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Վազգենը տվեց հրամանը բերել զինված ուժերը Երևան, նա գիտեր, որ դա նշանակում է նրա վերջը։ Ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար։ Նա գիտեր, որ երբ դու դառնում ես գործիք ուրիշ մեկի ձեռքում, դու դադարում ես լինել անհրաժեշտ այն պահից, երբ գործիքը կատարել է իր աշխատանքը։ Եվ Վազգենը կատարեց իր աշխատանքը։ Նա հեռացրեց Տեր-Պետրոսյանին։ Նա ստեղծեց քաոս, որը թույլ տվեց նոր ուժերի գալ իշխանության։ Նա եղավ այն դեմքը, որին մեղադրեցին բոլորը, մինչդեռ իրական շահառուները մնացին ստվերում։ Բայց Վազգենը սկսեց հասկանալ, որ նա դարձել է չափազանց վտանգավոր։ Նա չափազանց շատ բան գիտեր։ Նա տեսել էր չափազանց շատ դեմքեր։ Նա լսել էր չափազանց շատ անուններ։ Եվ ամենակարևորը, նա սկսում էր խոսել։ Հոկտեմբերի 18-ին, 9 օր առաջ իր մահվան, Վազգենը հանդիպեց մի հին ընկերոջ հետ, մի մարդու, ում նա վստահում էր իր կյանքը պատերազմի օրերին։ Նրանք նստեցին մի փոքր ռեստորանում հեռու քաղաքի աղմուկից, եւ Վազգենը ասաց ինչ-որ բան, որը նրա ընկերը երբեք չի մոռանա։ Նա ասաց. «Ես գիտեմ, որ նրանք գալու են ինձ համար», հիշում է ընկերը։ «Ես հարցրի ով»։ Նա ժպտաց այնպիսի ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերը։ Նա ասաց. «Նույն մարդիկ, ովքեր ինձ բերեցին այստեղ։ Նույն մարդիկ, ովքեր օգտագործեցին ինձ իրենց խաղում։ Նույն մարդիկը, ովքեր հիմա վախենում են, որ ես կարող եմ խոսել»։ Ես հարցրի. «Ինչու նա չի փախչում»։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որը լի էր ափսոսով։ Նա ասաց. «Որովհետև փախուստը նշանակում է ընդունել, որ ես վախկոտ եմ։ Եվ ես նախընտրում եմ մեռնել որպես զինվորական, քան ապրել որպես փախստական»։ Բայց Վազգենը թողեց մի վերջին նվեր նրանց համար, ովքեր կգան նրանից հետո։ Հոկտեմբերի 21-ին նա հանձնեց իր ամենավստահելի օգնականին մի փոքր ծրար, ամրացված կնիկներով։ «Բացիր սա միայն այն դեպքում, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի», ասաց նա։ «Եվ երբ բացես, դու կհասկանաս ամեն ինչ»։ Այդ օգնականը, ով այժմ ապրում է անվտանգ տեղում եւ երբեք չի բացել այդ ծրարը, ասում է, որ նա վախենում է։ «Ես վախենում եմ, որովհետև գիտեմ,
Այդ ծրարի մեջ եղածը կարող է փոխել ամեն ինչ, ասում է նա։ Բայց ես նաև վախենում եմ, որ եթե բացեմ այն, ես կդառնամ հաջորդ նպատակը։ Որովհետև այն մարդիկ, ովքեր սպանեցին Վազգենին, դեռ ապրում են, դեռ հզոր են։ Երբ պատրաստ են եւ դեռ պատրաստ են սպանել ցանկացածին, ով սպառնում է նրանց գաղտնիքներին։ Հոկտեմբերի 26-ին վերջին գիշերը նախքան իր մահը Վազգենը չքնեց։ Նա նստեց իր աշխատասենյակում եւ գրեց իր վերջին խոսքերը։ Ոչ թե հուշագրություններ, ոչ թե պաշտոնական փաստաթղթեր, պարզապես մի նամակ իր ընտանիքին։ Այդ նամակը, որը գտնվեց նրա գրասեղանի դարակում նրա մահից հետո, պարունակում էր խոսքեր, որոնք կոտրեցին նրա կնոջ սիրտը։ Ես գիտեի, որ այսօրը կգա, գրել էր նա։ Ես գիտեի դա այն օրից, երբ ես ընտրեցի իշխանությունը արդարության փոխարեն։ Այն օրից, երբ ես թույլ տվեցի վախին վերահսկել ինձ։ Այն օրից, երբ ես դարձա գործիք այն մարդկանց ձեռքում, ովքեր չունեն ոչ խիղճ, ոչ պատիվ, ոչ մարդկություն։ Ներեցեք ինձ։ Ոչ թե այն բանի համար, որ ես արեցի, այլ այն բանի համար, որ ես չկարողացա անել։ Ես չկարողացա պաշտպանել ձեզ այն աշխարհից, որը ես օգնեցի ստեղծել։ Այն աշխարհից, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ նրանց, ովքեր վերահսկում են ստվերները։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Վազգենը վերջին անգամ նայեց հայելուն, նա տեսավ այնտեղ մի մարդու, ով արդեն պատկանում էր պատմությանը։ Նա հագնվեց ուշադիր, ընտրեց իր լավագույն կոստյումը, կապեց իր փողկապը։ Նա ուզում էր լավ տեսք ունենալ իր վերջին օրը։ Երբ նա դուրս եկավ տնից, նրա կինը արթնացավ եւ տեսավ նրան, կանգնած դռան մոտ։ «Ուր ես գնում այսքան վաղ?» հարցրեց նա։ Վազգենը շրջվեց եւ նայեց նրան այնպիսի հայացքով, որը պարունակում էր ամբողջ սերը, ամբողջ ափսոսը, ամբողջ ցավը, որն ազգում էր։ «Ես գնում եմ ավարտել այն, ինչ սկսեցի», ասաց նա։ «Ես գնում եմ վճարել իմ պարտքերը»։ Նրա կինը չհասկացավ այդ պահին, բայց երբ նա լսեց լուրերը մի քանի ժամ անց, նա հասկացավ, որ Վազգենը գիտեր։ Նա միշտ գիտեր։ Երբ Վազգենը մտավ խորհրդարան այդ առավոտյան, նա նայեց շուրջը եւ տեսավ դեմքեր, գործընկերների, ընկերների, թշնամիների։ Բայց նա նաեւ տեսավ մի դեմք, որը չպետք է այնտեղ լիներ։ Մի մարդ, ով նստած էր այցելուների տեղում, հեռու բոլորից, բայց ում ներկայությունը Վազգենը անմիջապես զգաց։ Նրանց աչքերը հանդիպեցին մի վայրկյան, եւ այդ վայրկյանում Վազգենը հասկացավ ամեն ինչ։ Այդ մարդը եկել էր տեսնելու, եկել էր համոզվելու, որ գործը կավարտվի, եկել էր վերցնելու իր վերջին հաշիվը։ Վազգենը ժպտաց նրան, մի ժպիտով, որը ասում էր. «Ես գիտեմ, թե ով ես դու, ես միշտ գիտեի»։ Հետո նա շրջվեց եւ նստեց իր տեղում։ Նա սպասեց։ Երբ զինված մարդիկը մտան դահլիճ, Վազգենը չզարմացավ։ Նա նայեց նրանց եւ տեսավ ոչ թե սպանողներ, այլ գործիքներ։ Ճիշտ այնպես, ինչպես ինքը եղել էր գործիք։ Նա հասկացավ, որ նրանք չգիտեն, թե ում են ծառայում։ Նրանք չգիտեն, թե ով է իրականում ուղարկել նրանց։ Նրանք պարզապես կատարում են հրամանը։ Ճիշտ այնպես, ինչպես Վազգենը կատարեց հրամանը 1996 թվականին։ Եվ այդ պահին Վազգենը զգաց ինչ-որ բան, որը նա չէր զգացել տարիներ շարունակ։ Ազատություն։ Վերջապես, վերջին վայրկյաններում իր կյանքի նա ազատ էր։ Ազատ վախից, ազատ պարտքերից, ազատ այն շղթաներից, որոնք կապել էին նրան այն մարդուն, ով նստած էր այցելուների տեղում եւ դիտում իր գործի կատարումը։ Վազգեն Սարգսյանի վերջին խոսքերը, ըստ միակ վկայի, ով լսեց դրանք, եղան վերջապես։ Ոչ թե աղերս, ոչ թե վախ, ոչ թե զղջում, պարզապես վերջապես։ Կարծես նա սպասել էր այդ պահին տարիներ շարունակ։ Կարծես մահը եղավ ոչ թե պեպատիժ, այլ ազատագրում։ Եվ երբ կրակոցները հնչեցին, երբ նրա մարմինը ընկավ, երբ նրա կյանքը ավարտվեց, մի մարդ նստած էր այցելուների տեղում եւ դիտում։ Դիտում այնպես, ինչպես մարդը դիտում է իր ստեղծած արվեստի գործը։ Դիտում այնպես, ինչպես շախմատիստը դիտում է իր վերջին քայլը։ Դիտում այնպես, ինչպես մարդը դիտում է, երբ նրա ամենամեծ գաղտնիքը թաղվում է հետ նրա, ով գիտեր այն։ Բայց գաղտնիքները երբեք չեն մնում թաղված հավիտյան։ Վազգեն Սարգսյանի մահից հետո նրա ընտանիքը փորձեց ապրել լուր կյանքով։ Նրա կինը երբեք չտվեց հարցազրույց։ Նրա երեխաները մեծացան հեռու հանրային ուշադրությունից։ Նրանք փորձեցին մոռանալ։ Բայց ինչպես կարող ես մոռանալ, երբ ամեն օր հիշեցնում են քեզ, որ քո հայրը եղել է կամ հերոս, կամ դավաճան։ Երբ ամեն օր դու տեսնում ես նրա դեմքը լուսանկարներում, լսում ես նրա անունը քննարկումներում, բայց երբեք չես իմանում ճշմարտությունը։ Իսկական ճշմարտությունը։ Այն ճշմարտությունը, որը Վազգենը տարավ իր հետ գերեզման։ Նրանք, ովքեր օգտագործեցին Վազգենին, ովքեր վերահսկեցին նրան, ովքեր վերջում սպանեցին նրան, շարունակեցին իրենց կյանքը։
Մեկը նրանցից դարձավ հարուստ բիզնեսմեն, վերահսկելով խոշոր ընկերություններ։ Մեկ ուրիշը մտավ քաղաքականություն եւ դարձավ ազդեցիկ պաշտոնյա։ Երրորդը մնաց ստվերում, բայց նրա ազդեցությունը զգացվում էր ամենուրեք։ Նրանք երբեք չպատասխանեցին իրենց արարքների համար, երբեք չկանգնեցին դատարանի առջև, երբեք չընդունեցին իրենց մեղքը։ Նրանք ապրեցին երկար, հարուստ, հանգիստ կյանքով, մինչդեռ Վազգենի ընտանիքը ապրում էր ցավի եւ անորոշության մեջ։ Հայաստանը փոխվեց այդ օրերից հետո։ Երկիրը, որը Վազգենը փորձեց պաշտպանել իր սեփական ձևով, դարձավ այլ տեղ։ Իշխանությունը անցավ նոր ձեռքերի, բայց հին մեթոդները մնացին նույնը։ Ստվերային կառույցները, որոնք վերահսկում էին Վազգենին, շարունակեցին վերահսկել երկիրը։ Անունները փոխվեցին, դեմքերը փոխվեցին, բայց համակարգը մնաց նույնը։ Համակարգը, որտեղ իրական իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ նրանց, ովքեր վերահսկում են ստվերները։ 25 տարի անց մարդիկ դեռ վիճում են Վազգեն Սարգսյանի մասին։ Ոմանք ասում են, որ նա հերոս էր, ով փրկեց երկիրը քաոսից։ Ուրիշներ ասում են, որ նա դավաճան էր, ով դավաճանեց ժողովրդին։ Բայց ճշմարտությունը, ինչպես միշտ, ավելի բարդ է։ Վազգենը ոչ հերոս էր, ոչ դավաճան։ Նա էր մի մարդ, ով գտնվեց այնպիսի իրավիճակում, որտեղ յուրաքանչյուր ընտրություն էր սխալ։ Մի մարդ, ով փորձեց անել լավագույնը, բայց ում անցյալը դարձավ նրա շղթաներ։ Մի մարդ, ով վերջում վճարեց ամենաբարձր գինը՝ իր կյանքը։ Բայց հիմնական հարցը մնում է անպատասխան։ Ո՞վ էր իրականում Վազգենի թիկունքում 1996 թվականի ընտրություններին։ Ո՞վ էր այն մարդը, ով տվեց հրամանը բերել տանկերը Երևան։ Ո՞վ էր այն մարդը, ով վերահսկում էր Վազգենին այնպիսի իշխանությամբ, որ նա ստիպված էր հնազանդվել նույնիսկ այն ժամանակ, երբ դա հակասում էր նրա սեփական համոզմունքներին։ Ո՞վ էր այն մարդը, ով վերջում որոշեց, որ Վազգենը դարձել է չափազանց վտանգավոր եւ պետք է վերացվի։ Պատասխանը թաքնված է այն փաստաթղթերում, որոնք անհետացան արխիվներից, այն հեռախոսազանգերում, որոնց գրանցումները ոչնչացվեցին, այն հանդիպումներում, որոնց մասին ոչ մի արձանագրություն չկա, այն մարդկանց մեջ, ովքեր տեսան, լսեցին, գիտեն, բայց լռում են վախից։ Վախից, որ եթե նրանք խոսեն, նրանք կդառնան հաջորդ նպատակները, բայց ճշմարտությունը, որքան էլ խորը թաղված լինի, միշտ գտնում է ճանապարհ դեպի լույս։ Մի օր, երբ վերջին վկան վախենալ դադարի, երբ վերջին փաստաթուղթը գտնվի, երբ վերջին գաղտնիքը բացահայտվի, մենք վերջապես կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Մենք կիմանանք անունները, դեմքերը, մոտիվները։ Մենք կիմանանք, թե ով էր իրականում վերահսկում Հայաստանը այդ տարիներին։ Եվ այդ օրը կլինի այն օրը, երբ Վազգեն Սարգսյանի հիշողությունը վերջապես կազատվի մեղադրանքներից եւ կասկածներից։ Բայց մինչև այդ օրը գալը, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Մի աշխարհում, որտեղ իշխանությունը դեռ պատկանում է նրանց, ովքեր վերահսկում են ստվերները։ Մի աշխարհում, որտեղ ճշմարտությունը դեռ թաքնված է, եւ նրանք, ովքեր գիտեն այն, դեռ վախենում են խոսել։ Ո՞վ էր իրականում Վազգենի թիկունքում։ Ո՞վ էր այն անտեսանելի մարդը, ով ձևավորեց Հայաստանի պատմությունը այդ տարիներին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ մարդը դեռ այնտեղ է, դեռ վերահսկում է, դեռ որոշում է մեր ապագան ստվերներից։ Պատասխանը թաքնված է ինչ-որ տեղ, սպասելով այն օրվան, երբ մեկը բավականաչափ արիացի կլինի փնտրելու այն։ Բայց մինչև այդ օրը մենք կարող ենք միայն հարցնել. արդյոք ճշմարտությունը երբևէ կբացահայտվի, թե այն կմնա թաղված հավիտյան, հետ այն մարդկանց, ովքեր տարան այն իրենց գերեզմաններ։